Բնակարան գնել, գումարը վճարել, տարիներ շարունակ սպասել սեփական տան հանձնմանը եւ հանկարծ պարզել, որ բնակարանի նկատմամբ իրավունքներ կարող ես չունենալ, քանի որ ընկերությունը գնացել է սնանկության, իսկ վճարված գումարները տուղվել են ոչ թե կառուցապատողին, այլ կապալառուին։ Հենց նմանատիպ իրավիճակում են հայտնվել մի շարք քաղաքացիներ, որոնք ներգրավել են բազմաբնակարան շենքի կառուցապատման ծրագրում։ Քաղաքացիները պնդում են, որ կատարել են իրենց վճարումները եւ ձեռք բերել բնակարանների գնման իրավունքներ, սակայն այսօր կանգնած են բարդ իրավական խնդրի առաջ։ Քննության շրջանակում ուսումնասիրվել են պայմանագրեր, վճարումներ եւ կառուցապատման գործընթացի մի շարք հանգամանքներ, որոնք հարցեր են առաջացրել կատարված գործարքների օրինականության վերաբերյալ։ Ինչպես են վաճառվել բնակարանների գնման իրավունքները, որտեղ են հայտնվել քաղաքացիների վճարած գումարները եւ ինչու են որոշ քաղաքացիներ այսօր ստիպված կրկին պայքարել արդեն իսկ ձեռք բերված գույքային իրավունքների համար։ Քրեական եւ քաղաքացիական բարույթներ, որոնց քննությունները մեկը մյուսից ուշագրավ են իրենց իրավական ընթացքով։ Կանխամտածված սնանկություն թե իրավական կազուս։ Մեր հետաքննական թիմը փորձել է պարզել, արդյոք սա մշակված սխեմա է, որն իրականացնում են կառուցապատող ընկերությունները համագործակցված կարգով շահույթ ստանալու համար, թե այս ամենը տեղի ունեցել օրենքում առկա իրավական բացերի արդյունքում։ Հետաքրքիր մանրամասներ տեսանյութում։ Պատկերացրեք, դուք գնել եք բնակարան, վճարել դրա ամբողջական գումարը, պահպանել բոլոր փաստաթղթերը եւ տարիներ անց դատարանից նամակ եք ստանում, որ կրկին պարտավորվում եք վճարել ձեր բնակարանի համար։ Հենց այսպիսի իրավիճակում են հայտնվել մի շարք հայ ընտանիքներ։ Կառուցապատող ընկերությունների հետ գործարքների գնալիս ցավոք նմանատիպ դեպքեր շատ կարող են հանդիպել։ Սակայն այսօր կոնկրետ խոսելու ենք Armstrong ընկերության կողմից պատվիրված եւ Reconstruction ՍՊ-ի կողմից իրականացված շինարարական ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերած քաղաքացիների մասին, որոնք այժմ ներգրավված են մի շարք դատական գործընթացներում եւ կանգնած են իրենց սեփականության իրավունքը պաշտպանելու խնդրի առաջ։ Իրականում մտադրություն կար, որ բնակարան գնենք, ուղղակի հենց այդ փուլում համընկա, որ կինս հաշվապահական կամպանիայում ոնց որ outsource էին անում իրանց համար, ինքը այնտեղ հաշվետար էր աշխատում, ու հենց էր ստացվել, որ հենց կապալառու reconstruction-ի համար էր ինքը իր գործը իրենց դա էր ներկայացնում, ու հենց էր ստացվել, որ այդ մի փուլում ինքը ոնց որ հենց նույն շենքում էր նստում, ինչ որ reconstruction-ներ, ու տեղից ենք իմացել, որ իրանք բնակարան ունեն այտենց վաճառքի, այդ պահին մաչելի էր շուկայականից մոտած մի փոքր։ Ես էլ այտենց ստացվեց, գնացինք իրանց հետ խոսեցինք տան մասով, հասկացանք, որ մի քանի տուն կան, ընտրեցինք հարկը տունը, կանխավճար տվեցինք, այտենց վերցրեցինք։ Ամենասկզբից իրանք մեզ ասեցին, որ ինչ-որ խնդիր ունեն, ինչ-որ դատական process-ի բանի պատճառով, ինչ-որ գործարան են գնել, այդ գործարանի գումարները վճարել են, բայց դատական գործ է գնում ու իրանց հաշիվները փակ են, դրա համար սկսեցին ինձանից ոնց որ խնդրել, որ այդ պահին փորձենք կանխիկ վճարենք։ Այդտեղից արդեն պարզել, որ մի բան ոնց որ թե այս մարդկանց մոտ են չի, բայց շինարարությունը գնում էր, անընդհատ ես գնում էի, հետևում էի։ 23 թվականի սեպտեմբերի վերջն էր, որ բնակարանը գնեցինք, արդեն հունվարից հետո ոնց որ արդեն փետրվարին զգում էինք, դե կինս էլ քանի որ աշխատում էր, որոշակի շփումներ կար այդ կամպանիայի աղջիկների, աշխատող աղջիկների հետ, այնց հասկանում ենք, որ գնալով ավելի բարդանում է, բայց երբ որ արդեն ավելի բարդ էր, ոնց որ գումարը արդեն ամբողջությամբ վճարված էր։ Բայց քանի որ արդեն ամեն ինչը արդեն դուրս էր եկել կառուցողական մթնոլորտից, եկեք հանդիպենք ինչի վերաբերյալ, որովհետև մենք նախկինում արդեն հանդիպել էինք, ու ես ինչքանով որ հասկանում եմ, արդեն իրանք այն ժամանակ, երբ որ հանդիպել ենք կառուցապատողի փաստաբանի, այդ միջնորդությունն արդեն եղել էր։ Այսինքն այն պահին, երբ որ ինքը ասում էր, մենք հակված ենք այդ տունը ձեզ տանք, արդեն այդ միջնորդությունը կար, որ այդ ամբողջ բնակարանները իրանք հետ էին պահանջում, ուզում էին բնակարաններով ապահովված համբավանջեն։ Ստեղ մի հատ նրբություն էլ կա, էլի բնակարանների ամբողջ գումարը 609 միլիոնի կարգի է։ Հա։
Իսկ իրանց պահանջը գումարային տեսքով 450 միլիոնի կար։ Ես կարող եմ մի քիչ ավել պակաս ասեմ, այս պահին չեմ հիշում, հա, բայց 400 քանի միլիոն, հա։ Այսինքն տարբերությունը բնակարանները ավելի շատ են, քան թե իրանց պահանջը։ Բայց իրանք ուզում են ոչ թե 450 միլիոնի մասով գույքը ապահովված պահանջը համարեն, այլ 609 միլիոնով 450 կամ 480-ը չեմ հիշում, այդքան ապահովված պահանջը։ Գործի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարիներ առաջ Armstrong ընկերության եւ Reconstruction ՍՊ-ի միջև կնքվել են պայմանագրեր, որոնց հիման վրա Reconstruction-ը ստացել է որոշակի բնակարանների իրացման իրավունք։ Հետագայում այդ բնակարանների գնման իրավունքները վաճառվել են քաղաքացիներին։ Գործարքները կատարվել են պայմանագրային հիմքով, քաղաքացիները ստորագրել են համապատասխան փաստաթղթեր, իսկ վճարումները կատարվել են ըստ սահմանված ժամանակացույցի։ 2023-2024 թվականներին մի շարք քաղաքացիներ ձեռք են բերել բնակարան համապատասխան կառուցապատողից եւ ոչ միայն կառուցապատողից, այլ նաեւ շինարարից։ Խնդիրը կայանում է նրանում, որ շինարարի եւ կառուցապատողի միջև եղել է պայմանագիր որոշակի բնակարանների հետ կապված, որոնց մասով կառուցապատողը որպես կապալառու հանձնել է շինարարին համապատասխան քանակի բնակարաններ եւ շինարարն էլ բնականաբար այդ բնակարանները պետք է իրացներ, պետք է ուղղակի վաճառքի ձևով, այսինքն սկզբնական շրջանում գնման իրավունքի վաճառք է տեղի ունեցել, հետագայում բնականաբար քաղաքացիները ունեցել են նպատակ նաեւ սեփականատեր դառնալու եւ ունեն մինչ այս պահը այդ նպատակը եւ տեղի ունեցել գործարքներ։ Գնորդները պատմում են, ստացել են պայմանագրեր, կատարել վճարումներ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ունեցել են կառուցապատողի համաձայնությունը բնակարանների գնման իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Սակայն իրավիճակը կտրուկ փոխվել է այն բանից հետո, երբ Reconstruction ՍՊ-ն ճանաչվել է սնանկ։ Սնանկության վարույթի շրջանակներում սկսվեցին դատական գործընթացներ, որոնց արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են ոչ թե որպես սեփականության իրավունք ակնկալող գնորդներ, այլ որպես սնանկության գործով պարտատերեր կամ դատական վեճի կողմեր։ Ես ավելի ուշ իմացա հունիսի մոտերը, երբ որ ծանուցվեցի սնանկության կառավարչից արդեն, որ այս ֆիրման գնացել է սնանկության ու խնդրում ենք ներկայացնել բոլոր, չգիտեմ, չեքերը, ստացականները եւ այլն։ Ճիշտն ասած, երբ որ արդեն զգում էի, որ կապալառու կազմակերպությունը գործերը լավ չի, ես մի քանի անգամ կապ հաստատեցի արդեն կառուցապատողի հետ։ Անձամբ գնացել եմ իրանց գրասենյակ, մի 3-ից 4 անգամ գնացել եմ գրասենյակ։ Հենց ամենասկզբից իրանք որ մտա, որ շատ սկզբից ոնց որ չուզենային խոսային, բայց հետո հարց տվեցին, թե որ բնակարաններն է, որ ասեցինք այս բնակարանն է, բան, ասեց, հա, ձեր բախտը բերել է իրանց տնօրենը, որ գտնվում է այդ բնակարանը առաջի 4 բնակարանների շարքին է պատկանում, այսինքն իրանք փուլային աշխատանքի դիմաց բնակարաններ են տվել կապալառուին, ու իմ բնակարանը առաջի 4-ից 3-րդն էր։ Ուտեղ ինձ վստահեցրեցին, որ ոչ մի խնդիր դուք չունեք, ձեր բնակարանի համար մենք ունենք թույլատրություն, համաձայնություն, ոչ մի խնդիր չունեք, հանգիստ եղեք, անհոգ եղեք, ոչինչ չկա, սպասեք մինչև կավարտենք, կվերջացնենք։ Բոլոր գործարքները իրավական առումով հօգուտ գնորդների տեղի են ունեցել, այսինքն գոնե իմ վստահորդի մասով կարող եմ ասել, որ նախապես մինչև գնման իրավունքի փոխանցելը, մինչև համապատասխան առուվաճառքի պայմանագիր կնքելը, ոչ միայն ունեցել են բոլոր փաստաթղթավորված ապացույցները բնակարանի այլ անձանց չպատկանելու վերաբերյալ, գրավի առարկա չլինելու վերաբերյալ, այլ ունեցել են նաև համաձայնություն կառուցապատողից, որը տվել է իր համաձայնությունը, որ դեմ չէ, որ շինարարը, շինարարական ընկերությունը վաճառի այդ բնակարանների գնման իրավունքը եւ տեղի է ունեցել գործարք, որի հետևանքով կնքվել է, քանի որ տարաժամկետ վճարման պայմանով էր, կնքվել է ժամանակացույց, քաղաքացին պարտաճանաչ կատարել է իր պարտականությունները, այսինքն վճարման մասով քաղաքացին որպես գնորդ պայմանագրով ունեցել է պարտավորություն կատարել վճարումներ եւ այդ վճարումները կատարվել են պարտաճանաչորեն ըստ ժամկետի։ 2025 թվականի սեպտեմբերին
մի SMS եմ ստանում, որ ձեր ամբողջ հաշիվները արգելափակված են 24 միլիոն 216,000 դրամով։ Անմիջապես, քանի որ աշխատավայրս մոտ է ԴՀԿ-ին, միանգամից ոտքով մոտեցա ԴՀԿ հասկանալու, բարձելու համար, բարձեցի, որ փաստորեն ծնանկության կառավարիչը միջնորդություն է ներկայացրել ամբողջ գումարը բռնագանձ ամբողջ գույքին հատկացվելի գումարը, որ ես ամբողջությամբ տվել եմ, բռնագանձելու։ Ու դատանը միանգամից բավարարելով հայցը ԴՀԿ-ն անմիջապես բոլոր հաշիվներից վրա կալանք դրեց։ Մենք փորձեցինք ԴՀԿ-ին համոզել, որ գիտեք, վիճարկելի գույքի մասով գոնե ձեր ամբողջ գույքի նկատմամբ այդ թվում, բացի նրանից, որ հաշիվներին, փորձեցինք համոզել, որ գիտեք, այս գույքն է վիճարկ, որ առարկան, եկեք դրա վրա պահեք ձեր կալանքը, բացեք հաշիվները։ Մոտ 10 քանի օր տևեց, երբ որ գոնե աշխատավարձային հաշիվը կարողացանք բացենք, որ ինչ-որ գումար, ես ընդհանրապես կանխիկ գումար չեմ պահում, անկանխիկ եմ փորձում անել բոլոր գործողությունները ու այդ բանը շատ քիչ գումար ունեի, չէի կարողանում ընդհանրապես որևէ բան անել։ Սնանկության գործով կառավարիչը մի շարք հայցերով պահանջում է քաղաքացիներից բռնագանձել բնակարանների ամբողջ արժեքը, հիմնավորելով, որ գնորդների կողմից վճարված գումարները չեն հայտնաբերվել ընկերության հատուկ հաշվեհամարներում։ Այսինքն փաստացի ստացվում է մի իրավիճակ, երբ ամբողջ գումարը վճարած քաղաքացիներին առաջարկվում է երկրորդ անգամ վճարել նույն բնակարանի համար։ Սնանկ ճանաչվելուց հետո, երբ որ ընկերությունը սնանկ ճանաչվեց, մենք ուսումնասիրություն իրականացրեցինք Reconstruction SP-ի գործունեության վերաբերյալ, այդ թվում նաև ուսումնասիրեցինք վերջինիս բանկային շարժերը, կնքված պայմանագրերը, պայմանագրերի արդյունքում վճարվելիք ենթակա գումարները, որոնք մի մասը վճարվել էր, մի մասը չէր վճարվել։ Այդ իսկ պատճառով իմ կողմից նախաձեռնվեցին գումարի բռնագանձման հայցեր քաղաքացիների, իթիվս այլնի, նաև քաղաքացիների նկատմամբ տվյալ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով։ Ունենք քաղաքացիների դեմ գումարի բռնագանձման հայցեր, նաև կան բավարարված վճիռներ, որոնց վերաբերյալ մեր գումարի բռնագանձման հայցերը բավարարվել են, իսկ կան հայցեր, որոնք դեռ քննության փուլում են, դեռ չեն ավարտվել։ Սնանկության գործով կառավարչի ներկայացրած մի շարք հայցերով պահանջվում է բռնագանձել բնակարանների արժեքը հիմնավորմամբ, որ վճարված գումարները չեն հայտնաբերվել օրենքով նախատեսված հատուկ հաշվեհամարներում։ Այսինքն վեճի առանցքում ոչ թե այն հարցն է, վճարել են արդյոք քաղաքացիները, այլ այն, թե որտեղ եւ ինչ կարգով են կատարվել այդ վճարումները։ Reconstruction SP-ն եղել է կապալառու ընկերություն, ով պայմանագրով ստանձնել է Amstroy Project SP-ի կողմից կառուցվող շենքի շինարարական աշխատանքների կատարումը։ Մի մասը պայմանագրով նախատեսվել է, որ գումարով պետք է կապալառուի աշխատանքների համար վարձատրվի, մի մասը շենքից բնակարանների գնման իրավունքների վաճառքի տեսքով, որը որ պայմանագրով փոխանցվել է Reconstruction SP-ին։ Իսկ վերջինս էլ տարբեր քաղաքացիներին վերավաճառք արել գնման իրավունքները։ Ընդ որում այդ գնման իրավունքների պայմանագրերում հստակ նշվել է վաճառքի արժեքներ, գումարներ եւ հենց պայմանագրում նշվել է, որ քաղաքացին ստանձնում է Reconstruction-ի այն բոլոր պարտավորությունները, որոնք որ առկա են գնման իրավունքի մասով Amstroy պրոյեկտի հանդեպ։ Այդ նշանակում է, որ այդ պայմանագրի ստորագրմամբ քաղաքացին տեղեկացված է եղել, որ այդ բայց սկսած բնակարանի արժեքը գումարները պետք է վճարի կառուցապատող ընկերությանը, քանի որ հենց Amstroy պրոյեկտն էր իր կառուցապատող հատուկ հաշվեհամարին գումար ստանալու միջոցով բնակարան հանձնելու։ Այսինքն, քանի դեռ Amstroy պրոյեկտը իր կառուցապատողի հատուկ հաշվեհամարին չուներ բնակարանի համար վճարված գումար, ինքը բնակարան չէր հանձնելու, որի մասին քաղաքացիները տեղյակ են։ Սույն դեպքում սնանկության վարույթը սկսվելուց հետո, երբ որ կառավարչի կողմից իրականացվել է վերլուծություն, փաստաթղթերի ուսումնասիրություն, պայմանագրերի, պարզել ենք, որ մի շարք քաղաքացիներ գրեթե բոլոր բնակարանների մասով գումարների որոշ մասը տարբեր քաղաքացիների մոտ տարբեր ձև է եղել, մի մասը կանխիկ է վճարվել, մի մասը ցեսիայի հիման վրա այլ սուբյեկտներին է վճարումներ կատարվել, ընկերության տնօրենը ստացականներ, հայտարարություններ, դրամարկղի օրդերներ է տրամադրել, որոնցով որ ցանկացել են հավաստել, որ քաղաքացին այդ գումարները վճարվել է։
Ըստ այդ փաստաթղթերի քաղաքացին կատարել է որոշակի վճարումներ, բայց երբ որ խոսքը գնում է բնակարան կառուցվող շենքից գնման իրավունքի վաճառքի մասին, հստակ քաղաքացիական օրենսգրքի 571 հոդվածի 4 մասը կարգավորել է, որ բոլոր կանխավճարները հետագայում բնակարան հանձնելուց բոլոր վճարված լինելու հարցերը անտեսում են այն բոլոր վճարումները, որոնք չեն կատարվել կառուցապատողի հատուկ հաշվի համարեն։ Հետևաբար այն բոլոր վճարումները, որոնք հիմա բոլոր դատական գործերով քաղաքացիները վկայակոչում են, որ կատարել են կանխիկ, դրամարկղի մուտքի օրդերով, չգիտեմ, ստացականներով, օրենքի պահանջով դրանք անտեսվում են։ Հետևաբար, երբ որ խոսքը գնում է բնակարան հանձնելու մասին, չի կարող սնանկության կառավարիչը դրանք հիմք ընդունել եւ դրա հիման վրա բնակարանի հանձնման կառուցապատողը եւս չի հանձնի բնակարան, քանի դեռ իր կառուցապատողի հատուկ հաշվի համեն գումարները վճարված չի։ Գործերի նյութերից երևում է նաեւ, որ որոշ դեպքերում վճարումները կատարվել են ոչ թե անմիջապես Reconstruction ՍՊ-ի հաշվեհամարին, այլ ցեսիայի պայմանագրերի հիման վրա այլ հաշվեհամարի։ Հետևաբար տրամաբանությամբ քաղաքացիներն իրենց ռիսկով վստահության հիման վրա հարաբերությունների հիմքով որոշակի փոխհարաբերությունների մեջ մտել Reconstruction ընկերության հետ եւ կատարել են վճարումներ ունենալով վստահություն, բայց քանի որ արդեն իսկ սնանկության վարորդի շրջանակներում է սնանկության դատարանը իրականացնում է օրենքով սահմանված վերահսկողություն, կառավարիչը պետք է օրենքով իր վրա դրված լիազորություններն ու պարտականությունները կատարի, այս տրամաբանությամբ արդեն գործում է օրենսդրական կարգավորումը, հետևաբար նաև պետք է անտեսվեն բոլոր մնացած վճարումները։ Ավելին, այդ քաղաքացիները, քանի որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ են կատարել որոշակի վճարումներ, դիմել են սնանկության դատարան եւ խնդրել են, որպեսզի սնանկության վարույթով այդ գումարները իրենց հետ վերադարձվի Reconstruction ՍՊ-ից։ Հետևաբար պահանջների մի մասը, որոնք կարողացել են հիմնավորեն, սնանկության դատարանի որոշմամբ գրանցվել է։ Այսինքն քաղաքացիները այդ օրենքի խախտման տրված գումարների մասով պարտքատեր են հանդիսանում, բայց դրանով հանդերձ գնման իրավունքները այս պայդրությամբ կադաստրով գրանցված է քաղաքացու անունով։ Ստացվում է իրավիճակ, որ համ քաղաքացին գնման իրավունքի սեփականատերն է այս պայդրությամբ, համ էլ սնանկության վարորդով իր գումարի պարտքատերն է, այսինքն սնանկության վարորդով այդ գումարի ենթակա իրավունք վերադարձման ու ինքը հանդիսանում է սեփականատեր։ Ինքը չի կարող համ գումարը հետ ստանա, որոնք որ նկատի ունի, որ սահմանված, համ էլ դառնա սեփականատեր։ Հետևաբար, եթե ինքը ուզում է մնա սեփականատեր, մենք ասում ենք սահմանված կարգով վճարումը կատարի, իսկ սնանկության վարորդով քո տված գումարները պահանջատրեց վերադարձվի, այս ամբողջ իրավիճակը։ Փաստաբանների գնահատմամբ, եթե նման ցուցումներ տվել են հենց պայմանագրային հարաբերությունների շրջանակում եւ գնորդը գործել է դրանց համաձայն, ապա նա չի կարող պատասխանատվություն կրել հետագայում առաջացած ֆինանսական խնդիրների համար։ Վճարումները կատարվել են ինչպես անպատասխան հաշվեհամարին պայմանագրով սահմանված եւ հետագայում էլ, քանի որ պայմանագրային ազատությունը եւ իրավիճակները կարող են փոխվել, շինարարը խնդրել է, որպեսզի ունի ցեսիայի պայմանագիր, այսուհետև իր պարտավորությունները մարի ցեսիայի պայմանագրի հիման վրա մեկ այլ ընկերության, մեկ այլ ԱԶ-ի եւ բնականաբար կատարվել է այդ ձևով։ Թե ինչ ձևով կստանար շինարարական ընկերությունը էական չի, քանի որ այս դեպքում պարտականությունը, պարտավորված անձը կատարել է իր պարտականությունը եւ վճարել է ամբողջ բնակարանի գումարը։ Այսինքն դա ոչ թե եղել է հիպոթեք, այլ ամբողջական մարում է կատարել տվյալ բնակարանի համար։ Որոշ ժամանակ հետո ստեղծվել է մի իրավիճակ, պարզ է դարձել, որ այդ շինարարական ընկերությունը սնանկ է ճանաչվել, որի մասին իմ վստահորդները տեղյակ չեն եղել եւ սնանկությունից հետո բնականաբար տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, այսինքն իմ վստահորդները ներգրաված են որպես պարտատեր տվյալ սնանկության վարույթում եւ իրենց պարտավորությունների մասով արդեն իսկ իրավունքը գրանցված է, միևնույն ժամանակ ունենք դատարանում հայտ սնանկության գործով կառավարիչը դատական հայց է ներկայացրել գումարի բռնագանձման պահանջով եւ ամբողջ բնակարանի գումարն է ցանկանում բռնագանձել, որովհետև կոնկրետ նշում է, որ հատուկ հաշվին չեն հայտնաբերվել այդ գումարները, այսինքն չեն հաշվեգրվել հատուկ հաշվին։ Կառավարչի ներկայացուցչի պնդմամբ օրենքն է պարտադրում պահանջել այն գումարները, որոնք հատուկ հաշվեհամարին չեն մուտքագրվել։ Կառուցապատող ընկերությունը սնանկության վարորդով պահանջ է ներկայացրել գրանցման համար, որ սնանկության դատարանի կողմից հաստատվել է օրինական ուժի մեջ մտած վճռով, այն մասին, որ այս բնակարանների
արժեքները կառուցապատողը ցանկանում է հեծնել սնանկության վարույթի շրջանակներում։ Եվ որպեսզի կառավարիչը նաև այդ պարտադիրոջ նաև մյուս պարտադիրների պարտքերի պահանջների բավարարում կատարի, մենք ունենք քաղաքացիների հետ պայմանագրեր, որոնցով քաղաքացին պարտք է reconstruction ՍՊ-ին եւ այդ պարտքի վճարումը օրենքով սահմանված կարգով կատարված չէ եւ դրա վերաբերյալ ապացույցեր չկան։ Ծանոթություններ ենք ուղարկել այդ քաղաքացիներին, հայտնել ենք սնանկության կարգավիճակի մասին, հայտնել ենք եթե ունեք օրենքով սահմանված կարգին համապատասխան կատարված վճարման ապացույցներ ներկայացրեք, որպեսզի մենաբար պարզ լինի։ Քաղաքացիների հետ եղել է հանդիպումներ, որոշները իրենց փաստաթղթեր ներկայացրել, դրանից պարզ է դարձել, որ մեծամասամբ չի կատարվել օրենքով սահմանված կարգով այդ վճարումները։ Հետևաբար օրենքն է պարտադրում, որ եթե գնման իրավունքի բնակարանի հանձնման մասին պետքա խոսք լինի, պետքա լինի բացառապես կառուցապատողի հատուկ հաշվին վճարում։ Եվ այդ տրամաբանության բոլոր քաղաքացիների դեմ ներկայացվել են հայցապահանջներ այն գումարների մասով, որոնք որ օրենքով սահմանված կարգով չեն վճարվել։ Այդ է պատճառը, որ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ իրանք կատարել են վճարում ու իրանցից պահանջում են կրկնակի վճարում։ Քաղաքացիներին մեղադրելու չի, որովհետև քաղաքացիները իրավաբան չեն, իրանց համար նպատակ եղել է բնակարան ձեռք բերելը եւ կատարել վճարում։ Իրանց համար էական չի եղել այդ վճարումը կկատարեն քեշ, կանխիկ, այլ չգիտեմ, այլ ընկերության, բայց դրա իրավական հետևանքը քաղաքացիների այդ ռիսկ իրենք են կրում, որովհետև իրանք պետքա անկախ նրանից իմացել են, չեն իմացել, ունեին այդքան իրավագիտակցություն թե ոչ, իրանք համարվում են օրենսդրական կարգավորումների մասին տեղյակ անձինք, այսինքն օրենքի չիմացությունը չի ազատում դրա իրավական հետևանքներից։ Հետևաբար նաև պայմանագրում կար նշում, որ իրանք այդ գումարները ոչ թե reconstruction-ին պետքա վճարեին, այլ պետքա վճարեին ամսրո պրոյեկտին։ Տուժածների փաստաբանները պնդում են, որ այս պահանջը հակասում է քաղաքացիական իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Նրանց խոսքով քաղաքացիների պարտավորությունը սահմանափակվել է պայմանագրով նախատեսված վճարումների իրականացմամբ, ինչը կատարվել է ամբողջությամբ։ Եթե հետագայում ընկերությունը խախտել է ֆինանսական, հաշվապահական կամ հարկային կանոններ, ապա դրա պատասխանատվությունը պետք է կրի հենց ընկերությունը եւ դրա ղեկավարությունը, այլ ոչ թե բնակարանը ձեռք բերած անձինք։ Ապացույցներն առկա են, որ կազմակերպության տնօրենը եւ ցեսիայի պայմանագրի հիման վրա մեկ այլ երրորդ անձ ստացել են այդ գումարները եւ արդեն իսկ դա քաղաքացու խնդիրը չէր։ Դրամարկղի գիրք ուներ, թե ոչ, հարկային հաշվի մասով կարող էր արդյոք կանխիկ գործարքներ իրականացնել այդ մասով, թե ոչ տվյալ ընկերությունը։ Խնդիրը օրենքինն է եւ եթե շինարարական ընկերությունը կոնկրետ թույլ է տվել որոշակի օրենսդրական խախտումներ, բնականաբար միակ պատասխանատուն եւ միակ մեղավորը այս դեպքում տվյալ ընկերությունն է եւ տվյալ ընկերության ղեկավարությունը եւ չի կարող քաղաքացին երկրորդ անգամ ձեռք բերել գնել իր բնակարանը։ Reconstruction ՍՊ ընկերության տնօրենը Արտաշես Գևորգյանը ինքը երկար տարիներ դատախազական համակարգում աշխատանքի փորձ ունի եւ վստահ եմ ինքը շատ լավ տիրապետել է կառուցապատման ոլորտը կարգավորող իրավանորմերին եւ ընկերության գործունեությունը ամեն դեպքում շատ նման է կանխամտածված սնանկությանը, որի վերաբերյալ մեր կողմից նաեւ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին եւ ներկայումս ընթանում է քննություն։ Կոնկրետ ինվեստորների պարագայում գումարները վճարվել են ամբողջությամբ։ Վստահորդներից մեկը ամբողջ գումարը վճարել է, որի դիմաց Արտաշես Գևորգյանը տրամադրել է օրդեր։ Իսկ օրդերը գիտենք, որ այս պարագայում չի դիտարկվում որպես պարտավորության վճարման ապացույց, որովհետև կառուցապատման ոլորտում ամբողջ գումարները պետք է ուղղվեն կառուցապատողի հատուկ հաշվին։ Մյուս դեպքում իրականացվել է հետևյալ քայլը, երբ ինվեստորը ցանկություն է հայտնել ամեն դեպքում բանկի միջոցով գումարը փոխանցել կառուցապատման ընկերության բանկային հաշվին, հատուկ հաշվին, բանկի հետ վստահ եմ նախնական համաձայնություն ձեռք բերելու պայմաններում Արտաշես Գևորգյանը վերջին պահին բանկի աշխատակցին փոխանցել է իր կամ իր հետ փոխկապակցված անձի հաշվի համարը եւ ամբողջ գումարը փոխանցվել է ոչ կառուցապատող ընկերության հատուկ հաշվին։ Այսինքն երկու դեպքում էլ ունենք այն իրավիճակը, որ ամբողջ գումարները վճարվել են, բայց փաստացի կառուցապատող ընկերության հատուկ հաշվին որևէ գումար չի մուտքագրվել։ Այս ամեն ինչի պայմաններում արդեն ընկերության սնանկության գործով կառավարիչը դիմել է դատարան եւ ինվեստորներից պահանջում է պայմանագրով սահմանված ամբողջ գումարը
անձանց հաշիվները գույքերը արգելանքի տակ են գտնվում եւ գործընթացը ընթանում է։ Եթե տվյալ դեպքում սնանք ճանաչված ընկերության տնօրենը կամ հիմնադիրը գործել է ոչ բարեխիղճ, թաքցրել է կամ յուրացրել է որոշակի ֆինանսական միջոցներ կամ ուղղել է այլ նպատակին, դա բացառապես վերաբերվում է տվյալ ընկերության պատասխանատվությանը եւ տվյալ ֆիզիկական անձի պատասխանատվությանը։ Եվ նշված գործողությունների համար առաջին հերթին հենց սնանկության գործով կառավարիչը պետք է ձեռնամուխ լիներ համապատասխան պատասխանատվություն ստանձնելու համար, նաև հաղորդումներ ներկայացնելու համար, ինչը փաստացի մենք ենք կատարել եւ չպետք է փնտրել այլ տեղերում պատասխանատուներ, քանի որ քաղաքացին պատշաճորեն կատարելով իր բոլոր պարտավորությունները ունի դրա հետ կապված նաև հիմնավորումներ, որ ստացել է տվյալ ընկերությունը իրականում ստացել է այդ գումարները եւ փորձ չկատարվի նույն բնակարանը երկրորդ անգամ քաղաքացուն վաճառելու։ Քաղաքացին ավելի մանրամասն կխոսի որոշակի խոսակցությունների եւ խոսույթների մասին, նամանավանդ երբ որ այդ ընթացքում տեղի են ունեցել որոշակի այդ թվում նաև սպառնալիքներ, որ եթե դատական գործընթացով գործողությունները կատարվեն ոչ իրենց կամքին համապատասխան, բնականաբար կլինեն բացասական հետևանքներ քաղաքացիների, այսինքն գնորդների համար։ Սնանկության վարույթ հարուցվելուց հետո մեր իմ կողմից կներկայացվեց նաև հանցագործության հաղորդում կառուցապատող այդ շինարարական տնօրենի նկատմամբ, այսինքն եթե պայմանական, եթե ինչ-որ կար ինչ-որ կողմնակալություն կամ ինչ-որ տենց ձեր ասած դրվագով նմանատիպ գործողություններ չեն իրականացվի եւ այդ ռիսկը կկրի կառավարիչը, բայց այս պարագայում բոլոր պարագայում մեր մոտ բացառվում է դա եւ իմ կողմից կան ներկայացված հանցագործության մասին հաղորդումներ, որոնք այսպես քննվում են քննչական կոմիտեում։ Խնդրի մեկ այլ կարևոր շեշտը կապված է Armstrong ընկերության մասնակցությամբ դատական գործընթացների հետ։ Տուժած քաղաքացիների ներկայացուցիչների խոսքով մի շարք գործերում, երբ արդեն քննվում են սնանկության կառավարչի հայցերը, գործընթացում որպես երրորդ անձ ներգրավում է նաև Armstrong ընկերությունը։ Նոյեմբեր ամսվա մեջ էր ոնց որ թե երբ որ փաստաբանը ծանոթացավ միջնորդություններին, հա, թե ով ինչ է պահանջում դատարանից, պարզվեց, որ կառուցապատող Armstrong-ը հայց է ներկայացրել դատարան, որ իր ամբողջ տված գումարը եւ գույքով համարվի ապահովված պահանջ։ Այդ գույքի ապահովված պահանջի համարվող գույքի մեջ մտնում էր նաև այն 4 բնակարանը, որոնք իրանք մեզ ասում էին, որոնցից երրորդ թիվն էր, որ անհոգ եղեք, մենք դրա հետ կապված ոչ մի խնդիր չունենք։ Ունենք մի իրավիճակ, երբ երկու կողմերով կնքել են պայմանագիր անշարժ գույքի վերաբերյալ եւ տվյալ անշարժ գույքը որևէ այլ անձանց իրավունքներից ազատ անշարժ գույք է եղել եւ հանկարծ դատական process-ի ընթացքում հայտնվում է մեկ երրորդ ընկերություն, կոնկրետ Armstrong պրոյեկտ շինարարական կառուցապատող կազմակերպությունը եւ ըստ այն հայցերի, որոնք մենք տեսնում ենք Datalinks տեղեկատվական համակարգում, փորձում է անվավեր ճանաչել բոլոր կնքված պայմանագրերը, այսինքն չհանդիսանալով տվյալ պայմանագրի կողմ, կատարում է իրավունքի չարաշահում, ծանրաբեռնվում է դատական process-ը, որը որ մեր գործով նույնպես առկա է, այսինքն առնվազն 6-7 ամիս մենք այդ process-ի մեջ լինելով հանդերձ տեսնում ենք, որ յուրաքանչյուր անգամ հենց տվյալ ընկերության կողմից որոշակի միջնորդությունների հայցերի, որոնք կամ վերադարձվում են, կամ վարույթ չեն ընդունում, մերժվում է վարույթ ընդունելը, ամեն դեպքում process-ի ծանրաբեռնման գործընթաց է տեղի ունենում եւ փաստացի չի կարողանում իրականացվի արդարադատություն։ Այս դեպքում տենդենսը հենց գնում է դրան, որ երկու ընկերությունները փոխադարձ համաձայնության, մենք ունենք այդ ներքին համոզմունքը եւ այդ ներքին համոզմունքը ձևավորվել է հենց փաստացի դատական գործերի ուսումնասիրությունից ելնելով, գործում են փոխադարձ համաձայնությամբ եւ խնդիրներ են առաջացնում մի շարք քաղաքացիների համար։ Խոսքը վերաբերվում է Reconstruction ընկերությանը որպես շինարարական ընկերություն եւ Armstrong պրոյեկտ ընկերությանը որպես կառուցապատող։ Այսինքն ունենք նաև հիմնավոր կասկած, որը որ որոշակի փաստերի վրա է հիմնված, որ այդ սնանկության գործընթացն էլ
կանխամտածված սնանկություն է իրականում եղել, որի վերաբերյալ գլխավոր դատախազություն ներկայացվել են համապատասխան հաղորդումներ հանցագործության մասին։ Armstrong պրոյեկտ ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ խնդրի ակունքում ոչ թե կառուցապատողի գործողություններն են, այլ կապալառու ընկերության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը։ Դրանց խոսքով Reconstruction ՍՊ-ն ստացել է շինարարական աշխատանքներ իրականացնելու եւ դրա դիմաց որոշակի գույքային իրավունքներ տնօրինելու հնարավորություն, սակայն պայմանագրով նախատեսված աշխատանքները ամբողջությամբ չի կատարել։ Կողմերի մեջ 2022 թվականին կնքվել է շինարարական կապալի պայմանագիր, համաձայն որի Reconstruction ընկերությունը հանդիսացել է շենքի շինարարը, ես այսպես էլի բացատրեմ, Armstrong պրոյեկտ ընկերությունը համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի վարձատրել է նրանց, կատարել է համապատասխան գումարի փոխանցում, որպեսզի Reconstruction ընկերությունը կառուցի նշված շենքը, այսինքն կառուցի նշված շենքի մոնոլիտը եւ ամբողջ շենքը պետք է հանձներ Armstrong պրոյեկտ ընկերությանը։ Այսինքն նրանք պարտավորվել են կառուցել շենքի մոնոլիտը ամբողջությամբ եւ հանձնել Armstrong պրոյեկտ ընկերությանը, սակայն տվյալ ընկերությունը կատարելով նախատեսվող պայմանագրի 20-25% աշխատանքները հետագայում այլևս չի կատարել եւ գնացել է կեղծ սնանկացման եւ ինչ է տեղի ունեցել կառուցելով 20-25% բնակարանները հետագայում նրա կողմից տնօրինվել է ամբողջ շենքի 80-90% գույքերը եւ այդ արդյունքում նա արդեն իսկ սկսել է վաճառել իրեն չպատկանող գույքերը, ինչի արդյունքում էլ մենք ունենք ներկայացված իրավիճակը։ Վարկ իրականացնող մարմնի կողմից նախաձեռնված քրեական վարույթի հիմքում դրվել է Reconstruction ընկերության կողմից կեղծ սնանկացման եւ խարդախության հատկանիշների կատարման փաստերը։ Մեր կողմից ներկայացված հայցադիմումների ներկայացման հիմքում հիմնականում ընկած են եղել առողջության հետևանքներ կիրառելու հանգամանքները, հիմք ընդունելով այն փաստերը, որ Reconstruction ընկերությունը ուղղակիորեն չէր կարող օտարել նշված անշարժ գույքերը։ Փաստաբանի ներկայացմամբ քրեական վարույթի շրջանակում քննվում են այն հանգամանքները, թե ինչ ծավալի աշխատանքներ են իրականում կատարվել, ինչպես են տնօրինվել գույքային իրավունքները եւ արդյոք արկա են եղել քաղաքացիների նկատմամբ խարդախ գործողությունների տարեր։ Սակայն մինչ քրեական վարույթը դեռևս ընթացքի մեջ է, տասնյակ ընտանիքներ շարունակում են մնալ իրավական անորոշության մեջ, հայտնվելով երկու հակադիր դիրքորոշումների միջև։ Մի կողմում սնանկության կառավարչի ներկայացուցիչներն են, որոնք պնդում են, որ վճարումները չեն կատարվել օրենքով սահմանված կարգով։ Մյուս կողմում կառուցապատող ընկերությունն ու բնակարան գնաց քաղաքացիները, որոնց համոզմամբ իրենք գործել են իրենց հասանելի բոլոր փաստաթղթերի եւ պայմանագրերի շրջանակում։ Նշված բոլոր պայմանագրերը առողջարքի գործարքները, որոնք որ կնքվել են Reconstruction ընկերության կողմից, դրանք պետք է առողջից ճանաչվեն։ Այսինքն նրանք իրավունք չունեին վաճառելու նշված բնակարանները, ճիշտ է, ես հասկանում, գնորդները, քաղաքացիները հայտնվել են ծանր իրավիճակում, բացասական հետևանքները կրում են հիմնականում իրենք, բայց այն գույքը, այն բնակարանները, որոնք որ վաճառվել են, դրանք պետք է նախապես համաձայնեցվեն Armstrong պրոյեկտ ընկերության հետ։ Ընկերությունը որպես կապալառու կատարված իր աշխատանքների դիմաց պետք է ստանալ այդ բնակարանների վաճառքից ստացված գումարները քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնականում այդ գումարները պետք է փոխանցվեին կառուցապատողի հաշվին, ինչը չեն փոխանցվել։ Քաղաքացիական գործի շրջանակում որևէ բարենպաստ իրավական հետևանքին վստահորդների համար ակնկալելը դժվար։ Հիմնական ակնկալիքը մենք ունենք քրեական գործից, քրեական վարույթից եւ կարծում ենք քրեական վարույթի տիրույթում պետք է գնման իրավունք ունեցող անձանց խնդիրը իրավական լուծում ստանա։ Քաղաքացիական գործով որևէ ակնկալիք մեծ հաշվով չունենք, այն ինչը որ այսօր կա։ Հետագայում միգուցե մենք եւս պահանջներ ներկայացնենք, բայց այն պահանջները, որոնք որ այսօր կան ներկայացված եւ որոնք որ քննվում են, դրանցով բարենպաստ իրավական վիճակ որևէ կերպ չի կարող առաջանալ կոնկրետ ինվեստորների մասով։ Իսկ առհասարակ ես բնականաբար խորհուրդ եմ տալիս, որ ցանկացած կառուցապատողի հետ պայմանագրային իրավահարաբերության մեջ մտնելուց առաջ, նախ եւ առաջ այդ պայմանագրերը
քննարկել, ուսումնասիրել իրավաբանի հետ, փաստաբանի հետ, հետո նոր գնալ համապատասխան պայմանագրերի ստորագրմանը կամ դրանցից բխող այլ հետագա գործընթացների։ Առաջիկա նիստը նշանակված է 2026 թվականի հուլիսի 1-ին Երևան քաղաքի քաղաքացիական դատարանում, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, եւ բացի դրանից այս պահին կա նաեւ Սրանկության դատարանում համապատասխան հայցեր եւ միևնույն ժամանակ արդեն իսկ թեև քաղաքացին սրանք է ճանաչվել եւ կան որոշակի պահանջներ պարտատերերի ցուցակի մասով, մասնավորապես ուշադրության է արժանի այն փաստը, որ արդարադատություն իրականացվեց եւ թե Սնանկության դատարանի կողմից եւ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից մերժվեցին պահանջները կոնկրետ կառուցապատող ընկերության, որ ինքը արդեն իսկ ապահովված, գրավով ապահովված պարտատեր էր եւ համապատասխան ցուցակում պետք է ընդգրկվեր, երկու դատական ատյանների կողմից մերժվեցին եւ տվյալ որոշումը մտել է օրինական ուժի մեջ եւ մերժվեցին հենց այն հիմքով, որ ես եմ մատնանշում, որ եթե քաղաքացու եւ մեկ կազմակերպության միջև կնքվել են պայմանագիր գործարքի առուվաճառքի գործարքի վերաբերյալ, մեկ ուրիշ պայմանագրի հետ կապ չունեցող ընկերությունը չի կարող հավակնություններ ունենալ այդ գործարքի դրանով ստացվող գումարների կամ դրանով ստանձնած պարտավորությունների մասով։ Անկամ եթե պայմանագրում մեկ տողով օրինակ գործարքը թերի է եղել տվյալ պահին, այդ մեկ տողն էլ չպետքա լիներ եւ եթե նշվում է, որ ստանձնում եք պարտավորություն երրորդ այլ անձի դիմաց ստանձնած պարտավորությունների համար, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ գործարքի մասով եռակողմ պայմանագիր է եղել եւ ստանձնել եք իրավունքներ եւ կարող եք այդ իրավունքները շահարկել դատարանում։ Ամեն դեպքում մենք այս պահին քաղաքացիական դատավարության շրջանակներում ունենք հետևյալ կետը, ունենք ներգրավված ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ, ով հավակնում էր դառնալ ինքնուրույն պահանջ ներկայացնող եւ բազմաթիվ անգամներ հայցադիմում է ներկայացվել, որոնք ինչպես նշեցի, որոշները վերադարձվել են, որոշները ուղղակի վարույթ չեն ընդունվել, մերժվել են վարույթի ընդունումը եւ այս պարագայում բոլոր դատական գործերով քաղաքացիական դատավարության շրջանակներում տվյալ կառուցապատող ընկերության համար ուղղակի որոշիչ պետք է լինի ընդհանուր իրավասության դատարանի համար պետք է որոշիչ լինի վերաքննիչ դատարանի այն որոշումը, որ տվյալ ընկերությունը որևէ պարտավորություն ապահովված չի եւ չի կարող այդ մասով ընդգրկվել որպես պարտավորությունների ապահովման պարտատեր։ Դատարանից բնականաբար պահանջում են, որ ընդունի այն հանգամանքը, որ ես վճարել եմ ամբողջ պայմանագրով նախատեսված գումարը, ակնկալում եմ, որ արդար որոշում կկայացնի, քանի որ համարում եմ, որ դա է արդար, որտեղ ես վճարել եմ, անկախ նրանից, թե ինչ աստիճանի բարեխիղճ է եղել վաճառողը, դա ես տենց եմ կարծում, դա իմ համոզմունքն է, դա իր պարտավորությունն ու ինքը պիտի աներ դա մուտք աներ իր հաշվին ու ցույց տար դա։ Ես վճարում անկախ նրանից թե դա ոնց է, ես վճարել եմ դրա համար ու ես կակնկալում եմ, որ դատարանը հաշվի կառնի այդ հանգամանքը։ Դատարանները պետք է պատասխանեն մի հիմնարար հարցի. արդյոք քաղաքացին, որը բարեխղճորեն կատարել է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները, կարող է տարիներ անց կրել շինարարական ընկերության ֆինանսական կամ կառավարման սխալների հետևանքները, որովհետև եթե վաղը որևէ քաղաքացի բնակարան գնի, վճարի ամբողջ գումարը, ստանա պայմանագիր եւ տարիներ անց կրկին ստիպված լինի ապացուցել, որ իր տունը իսկապես իրենն է, ապա հարցականի տակ կհայտնվի ոչ միայն մեկ ընկերության գործունեություն, այլև ամբողջ համակարգի կանխատեսելիությունը։ Եվ մինչ դատարանները փորձում են այդ հարցի պատասխանը գտնել, տասնյակ ընտանիքներ շարունակում են սպասել իրենց կյանքի ամենակարևոր որոշումներից մեկին։ Արդյոք այն տունը, որի համար արդեն վճարել են, վերջապես կճանաչվի իրենց սեփականությունը։ Օրը ցերեկով մարդկանց աչքի առաջ 4 տղամարդ որոշել էին հեշտ ճանապարհով հարստանալ Թիրախում Արադ գյուղի ոսկյա զարդերի վաճառասրահներ։ Ծրագիրն ըստ ամենայնի մանրակրկիտ մտածված էր, արցունքաբեր գազ, արագ գործողություն եւ փախուստ, սակայն իրականությունը բոլորովին այլ ընթացք ստացավ։ Քննության տվյալներով հարձակվողները վաճառողի դեմքին արցունքաբեր գազ են փչել եւ փորձել հափշտակել արժեքավոր զարդեր, սակայն չեն հաշվարկել մեկ կարևոր հանգամանք՝ վաճառասրահի սեփականատիրոջ դիմադրությունը։
Հանդիպելով անսպասելի հակազդեցության նրանք ստիպված են եղել թողնել ծրագիրն անավարտ ու հեռանալ դեպքի վայրից, սակայն անհաջող ավազակային փորձն այդքանով չի ավարտվել։ Քրեական ոստիկանության մարզային բաժնի մեր գործընկերները դեպքից ուշագրավ մանրամասներ են ներկայացնում։ Առավոտկանու Արադ գյուղի ոսկյա զարդերի խանութ սրահներից մեկից 4 տղամարդ փորձել էին գողություն կատարել, սակայն փորձը անհաջող էր ստացվել հենց վաճառասրահի տիրոջ կողմից կատարած դիմադրության շնորհիվ։ Հունիսի 2-ին քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ գյուղում գործող ոսկյա զարդերի վաճառասրահում փորձ է կատարվել հափշտակություն իրականացնել։ Ըստ նախնական տվյալների անհայտ անձինք վաճառողի դեմքին արցունքաբեր գազ են փչել եւ փորձել տիրանալ վաճառասրահում գտնվող գույքին։ Հունիսի 2-ին քրեական ոստիկանության գլխավարության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փորձել են հափշտակություն կատարել Արարատ գյուղում գտնվող ոսկյա զարդերի խանութ սրահից արցունքաբեր գազ փչելով խանութի վաճառողի դեմքին։ Դեպքի վերաբերյալ վաճառասրահի սեփականատիրոջից ընդունվել էր հաղորդում, իսկ ավազակության հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Վաճառասրահի սեփականատերը չկորցնելով զգոնությունը հարձակվել էր գողության նպատակով իր տարածք ներխուժած 4 անձանց վրա, ինչից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դիմել էին փախուստի։ Իրավապահների արագ արձագանքի շնորհիվ հնարավոր եղավ հայտնաբերել եւ ձերբակալել ճակերտավոր խիզախներին։ Արարատի մարզային վարչության ծառայողների եւ քրեական ոստիկանության գլխավարության ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել հանցագործություն կատարած 4 անձանց ինքնության, ինչպես նաև նրանց տեղաշարժի եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ։ Խոզարկության արդյունքում նրանցից մեկի մոտ նաև հայտնաբերվել էր սառը զենք եւ թմրանյութին նմանվող զանգված։ Ձեռնարկած միջոցառումների արդյունքում նշված հանցագործություն կատարած 4 տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել են քրեական ոստիկանության գլխավարության Արարատի մարզային վարչություն, որտեղ Երևան քաղաքի 39-ամյա բնակչի անձնական խոզարկությամբ հայտնաբերվել էր 20,000 դրամանոց 4 հատ խտադրամ հուշանվերներ, գաղտնի փականով ծալովի դանակ եւ թմրամիջոցի նմանվող փոշիանման զանգված։ Ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Շաբաթվա ընթացքում արձանագրված հանցագործությունները մեր եթերում են մեկ նպատակով ցույց տալու, որ յուրաքանչյուր անձ ենթակա է պատժի եւ պատասխանատվության անկախ իր սոցիալական դիրքից, այնպես որ զանգտվեք մեզ, գրեք մեր էլեկտրոնային հասցեին հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։